Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է, քաղաքական պայքար աստիճանաբար տեմպ է հավաքում, որոնք են սեզոնի սկզբի հարցադրումները եւ այն սպասվող զարգացումները, որոնք ուրվագծելու են քաղաքական մրցակցության հիմնական խաղացողներին։ Այս մասին ենք այսօր խոսելու։ Քաղաքական սեզոնը հայտարարվում է սկսված, կուսակցությունները, իշխանությունն ու ընդդիմությունը դիրքավորվում են։ Առաջիկայում հայտարարություններ դաշնակիցների ու մրցակիցների մասին ում հետ եւ ում դեմ, պայքարն ընթանալու է երկրի ներսում եւ երկրից դուրս դաշնակիցների ու թշնամիների հետ։ Ի վերջո թշնամի երկիր է Ադրբեջանը, թե Ալիևի իշխանությունը, պետք է արդյոք Եվրախորհրդում բարձրացնել Սաֆարովի արտահանձնման հարցը, ինչպես շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում, ներքին կյանքից կմիանան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, քանի նախագահ կմասնակցի Փետրվարյան ընտրությանը, կլինի արդյոք ընդդիմության միասնական թեկնածու, արտաքին եւ ներքին քաղաքական պայքարի բանաձև։ Եվ այսպես արտաքին եւ ներքին քաղաքական պայքարի խնդիրները այսօր խոսելու ենք ազգային ժողովի նախկին падգամավոր, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Եգիթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Եգիթյան։ Ես առաջարկում եմ զրույցը սկսել արտաքինից, հետո արդեն կթեժացնենք, կքաղցրացնենք ներքինով։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարցը հետեւյալ ձևակերպումն է, հատկապես Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո դա չընդունելով որպես այսպես ասած մեկնակետ կամ ոչ էլ վերջակետ, բայց հենց այդ լույսի ներքո։ Ի վերջո հասարակությունը եւ մեր քաղաքական միտքը կարծում ձևակերպել է ով է Ադրբեջանը այսօր մեզ համար, թշնամի երկիր, թե ուղղակի հարևան, որտեղ իշխանություն այս պահին թշնամաբար է մեզ վերաբերում։ Իմ կարծիքով մենք ընդհանրապես թշնամի երկիր, թշնամի ազգ, այսպիսի հասկացություններ չպետք է կիրառենք։ Ինձ թվում է, որ մեզ մոտ ստացվում է այն, հա, գոնե պետական մակարդակով մենք դժգոհ ենք Ադրբեջանից, դժգոհ ենք Թուրքիայից, տեսնում ենք ինչեր են նրանք անում Հայաստանի դեմ, բայց Ադրբեջանի մակարդակի չենք իջնում, հա։ Ադրբեջանի ես փորձում եմ հետևել իրենց մամուլին, մի քիչ էլ հասկանում եմ, եւ շատ հաճախ նրանք նույնիսկ հայ բառը չեն օգտագործում, հա, դուշման, թշնամի եւ այլն։ Դա սարսափելի է, որովհետեւ դա արվում է այն ժամանակ, երբ որ երկիրը ժողովրդին պատրաստում են ինչ որ քայլերի կամ պատերազմի։ Ընդ որում դա հենց վատ է պետության համար, որովհետեւ ի վերջո դու հետոտակից պետք է դուրս գաս։ Ինչ իմաստով։ Դու դաստիարակում ես ատելությամբ լի մի սերունդ, որը պետք է հետո լիցքաթափվի։ Այսինքն չի կարող անverջ այս լարվածությունը բարձրանա, այս ատելությունը ի վերջո դա միտեղ պետք է ուղղված լինի, եթե ոչ պատերազմի։ Իսկ պատերազմի մասին առանձին երևի կխոսենք, դա այդքան էլ հեշտ բան չի այսօր 21-րդ դարում։ Հա, Ադրբեջանի հանդեպ մենք տեսնում ենք մի երկիր, որը մի կողմից ասում է, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարց, առաջարկել ինչ որ տարբերակներ, նույնիսկ կարգավիճակ, բոլորը իհարկե իր տարածքում, բայց մյուս կողմից նաև զուգահեռ լսում ենք հակասող հայտարարություններ, որով Ադրբեջանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղը ոչ թե որպես Լեռնային Ղարաբաղի բուն կոնֆլիկտ, այլ որպես շատ պրիմիտիվ ձևով, որ դա Հայաստանի հարձակումներ, օկուպացիա է Ադրբեջանի հանդեպ, որտեղ այդ Հայաստանը իբր գրավել է 20% եւ այնտեղից վտարել է էթնիկական զտումների միջոցով 20% բնակչություն։ Սա է, որ Ադրբեջանը անընդհատ փորձում է առաջ տանել։ Բայց այդ էներգիան, որ կուտակվում է նույն ադրբեջանական հասարակության ներսում, չի կարող գնալ կորել։ Դա ինչ որ միտեղ պետք է ուղղորդել։ Եվ արդյոք դրա տրամաբանական շարունակությունը չի լինի պատերազմների սանձահարումը։ Ինքնաբուխ պատերազմը իհարկե չի լինելու, դա պետք է լինի Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որտեղ որ Ադրբեջանը իհարկե շատ պետք է մտածի այդ քայլին գնալու համար, մի քանի նպատակներ, պատճառներով։ Առաջինը պատերազմ սկսելուց հետո դու պետք է հասկանաս ինչպես պետք է դուրս գաս այդ պատերազմից, որովհետև պատերազմել երկարատև ոչ մեկը թույլ չի տա Ադրբեջանին։ Նույնիսկ եթե Ադրբեջանը սկսի այդ պատերազմը, ինքը պետք է հաշվի առնի երկու հանգամանք։ Մի քանի օրից հետո ամբողջ միջազգային կարծիքը կլինի իր դեմ ուղված, իրենց ստիպելու են դադարեցնել դա եւ չի բացառում, որ Ադրբեջանը կորցնի շանս որևէ ժամանակ, որևէ կերպ իր օգտին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու։ Եվ Ադրբեջանը ուղղակի օգտագործում է այս իրավիճակը, որը որ
կարելի ասել, որ ձեռնտու իրեն, որովհետև իրոք Ադրբեջանը շատ հարցերում առաջ է քարոզչական իմաստով միջազգային կազմակերպությունում առաջ է անգել Հայաստանից։ Կոնկրետ Սաֆարովի դեպքում համաձայն չէ, որ այնուամենայնիվ Ադրբեջանը թակարդ ստեղծեց իր համար։ Արդյոք նա դժվար Ալիևը հաշվարկած չլիներ, որ կստեղծվի ահա այսպիսի միջազգային բացասական վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ։ Այո, իհարկե, ես պետք է ենթադրենք, որ հակառակորդը հաշվարկել է։ Ավելի խելացի եք քան։ Այո, պետք է այսպես փորձենք։ Եվ այն երբ որ ես փորձում եմ մտածել ինչու Ալիևը այս քայլը արեց, առաջի հերթին ես մտածում եմ, որ դա ինքը արեց ավելորդ անգամ ուշադրություն գրավելու հենց կոնֆլիկտին, որովհետև աշխարհում կան շատ մարված կոնֆլիկտներ, որոնց միջազգային հանրությունը չի անդրադառնում։ Քանի դեռ չկա գլոբալ առումով պրոբլեմ։ Իսկ Ալիևը անընդհատ ուզում է ցույց տալ, որ դա հանգած կոնֆլիկտ չէ, որ ամեն օր արյուն է թափվում եւ այն հանգամանքը, որ Ինչու է ուզում ցույց տալ։ Որ Ալիևը ցանկություն ունի, որ միջազգային հանրությունը օրշուտ լուծի այդ խնդիրը։ Հասկանալի է, բայց մյուս կողմից միջազգային հանրությունը եւ նույնիսկ Միսկի խումբը ուղղակի բանագնացներ չեն, որպեսզի այսպես ասած ցեյտնոտի մթնոլորտում առաջ քաշի իր պահանջները։ Հենց դա է բուն իմաստը Ադրբեջանի գործունեության, որ ինքը ուզում է Մինսկի խմբից դուրս անի այդ կոնֆլիկտը եւ տեղափոխի այլ կազմակերպություն, ՄԱԿ օրինակ, մենք անընդհատ տեսնում ենք ՄԱԿ-ում Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են հենց ՄԱԿ-ին փոխանցելու այդ կոնֆլիկտը։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը ենթադրում է, որ ՄԱԿ-ը ունի ուժային ձևերով կոնֆլիկտներ լուծելու բանաձևը, որը ինքը օգտագործել է թե Բալկաններում, թե այլ երկրներում, հա։ Իսկ Մինսկի խումբը ԵԱԿ-ը չունի այդ բանը։ Ասացեք, խնդրեմ, պարոն Եգեսյան, առաջիկայում մեկնարկելու է Եվրախորհրդարանի խորհրդարանական վեաժողովի արտոնային նստաշրջանը։ Որքանով է նպատակահարմար կամ ինչ խորհուրդ կտայեք Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը բարձրացնել Սաֆարովի հարցը նստաշրջանում, թե ոչ։ Պետք է անպայման բարձրացվի, բայց ոչ թե որպես մի ադրբեջանցուն, հա, բանտից ազատելու խնդիր, դա գլոբալ տեսակետից պետք է ներկայացվի որպես մարդու իրավունքներ, որպես ազգի անվտանգության հարց եւ ի վերջո պետք է ներկայացվի, որ Ադրբեջանում կան տարբերություններ, հա, հայ սպանելու եւ մարդ սպանելու միջև դա լուրջ բան է, լուրջ մեղադրանք է եւ այդ ուղղությամբ պետք է արզի։ Եվ ինչ է կարծում, ինչ փուլում է հիմա գտնվում Մինսկի Ղարաբաղյան բանակցային գործընթացը եւ արդյոք հնարավոր է այսպիսի լարված հարաբերությունների ֆոնին վերսկսել բանակցությունները, հաշվի առնելով, որ առաջիկայում նախընտրական սեզոն է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Նախ առաջինը հաջորդ փուլի մասին, հա, նայեք, այսպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ որ բանակցությունները պետք է սկսվեն, պայմանական ասենք, որ Ալիևը պետք է գա եւ սեղանի շուրջ նստի։ Այսինքն ինքը այդ խնդրեմը չունի, ինքը գալու է եւ մասնակցելու է։ Հայաստանը խնդրեմի առաջ է կանգնած։ Եթե գա մասնակցի, իբր ոչ մի բան չի եղել, հա, ինչ է եղել։ Այս ամեն ինչից հետո դա մի քիչ տարօրինակ կհնչի, եթե չգա, մեծ ճնշման տակ կընկնի։ Այսինքն Հայաստանը չի հաշվարկել այս բանակցությունների երկրորդ գալիք բանակցությունների փուլի իր վարվելակերպ։ Կարծում եմ Ադրբեջանը հիմա ավելի շահական վիճակում է գտնվում, որովհետև ինքը խնդրեմ չունի բանակցություններին մասնակցելու, իսկ Հայաստանը կարող է ունենալ։ Ասացեք, խնդրեմ, անընդհատ հնչում են նաև այսպիսի կոչեր, որ ի վերջո ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ Ղարաբաղում անցկացնել նոր հանրաքվե կամ ինչպես է դրանց վերաբերում։ Ես հիշեցնեմ, որ այս մասին դուք մեկ անգամ խոսել եք 6 տարի առաջ եւ ասել եք, որ նոր հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում, որ առաջարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբոյի հանդիպման ժամանակ, կարող է ծուղակ լինել եւ ասել եք, որ դրանով զրոյին է հավասարեցվում 91-ի ԼՂ անկախության վերաբերյալ հանրաքվեն։ Այո, այն ժամանակ իհարկե իրավիճակը այլ էր եւ Ադրբեջանը բնդում էր հանրաքվեի հետաձգված, այդպես ասած, հանրաքվեի տարբերակը եւ այնտեղ պարզ չէր, թե
ինչ տարածքում է լինելու այդ հանրաքվեն եւ ովքեր են մասնակցելու։ Ադրբեջանը պնդում էր, որ այնտեղ տարահանված, հա, ճակերտներում, թե ինչպես մարդիկ պետք է մասնակցեն եւ մեզ համար պարզ չէր, գոնե ինձ համար պարզ չէր, թե ովքեր են այդ մարդիկ։ Իրանք ինչ որ թվեր են ներկայացնում, որոնք շատ ուռճացված էին եւ ավելին էին տեղափոխված եւ փախստականների անմասնակցության եւ որտեղ նրանք պետք է քվեարկեն, տեղափոխվեն, թե հետո քվեարկեն։ Իսկ հիմա նայեք, ձեր հարցի պատասխանեմ մի քիչ այլ տեսանկյունից։ Նայեք որն է խնդիրը, հա։ Ես բարբերաբար շփվում եմ իմ գործընկերների հետ, ընդ որում այն երկրներից, որոնց կարելի է համարել Հայաստանի բարեկամ երկրներ, ընդ որում մարդիկ էլ բավականին զարգացած են եւ հասկանում են ինչ է կատարվում, բարեկամ կարելի է համարել։ Բայց նույնիսկ այդ մարդիկ ինձ ասում են, գիտեք, Լեռնային Ղարաբաղը պետք է շուտապույտ լուծվի։ Երբ որ ես հարցնում եմ, ինչ է նրանք պատկերացնում լուծելու այդ հասկացողության մեջ, նրանք ասում են մոտարապես այն, ինչ ասում է Ադրբեջանը։ Ստեղծվել է այդպիսի իրավիճակ, հա, երբ որ Ալիևն է խոսում, որ օր-շուտ կամ Թուրքիան պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը ռեգիոնալ զարգացումների համար, բոլորը հասկանում են դա ինչ է նշանակում, այսինքն նրանք ներկայացնում են կոնկրետ իրենց պատկերացումը, այսինքն պետք է այնտեղից զինված ուժեր դուրս գան, վերադարձվեն հողերը եւ այլն։ Երբ որ Հայաստանը ասում է, որ այո, Լեռնային Ղարաբաղը պետք է լուծվի, ոչ ոք չի հասկանում, ինչ է նշանակում, որն է Հայաստանի, այդպես ասած, մաքսիմալ սպասելիքը այդ լուծումից։ Ինձ թվում է պետք է մի քիչ բաց ձևով խոսել, այո, պետք է Էդուարդ Նալբանդյանը չամաչի եւ ասի Լեռնային Ղարաբաղի անկախության ձգտումների մասին։ Խոսքը չի գնում անկախության ճանաչելու թե ոչ ճանաչելու, այլ քայլեր կարող են լինել Հայաստանի կողմից, բայց Հայաստանը պետք է հստակ ներկայացնի Լեռնային Ղարաբաղի տեսակետը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում ակտիվ ձևով։ Որն է մեր, այսպես ինչպես ենք մենք պատկերացնում, հատկապես այսօր, երբ որ Ադրբեջանը մաքսիմում ծրագիրը եւ մինիմում ծրագիրը։ Դու պետք է Ադրբեջանը չի խոսում մինիմում ծրագրի մասին։ Դու ոնց ես դու պատկերացնում, Լեռնային Ղարաբաղը ինչպես է պատկերացնում իր ապագան։ Հա, Լեռնային Ղարաբաղը ասում է, ես անկախացել եմ արդեն, ճանաչեք ինձ։ Ես ամբողջ իմ կյանքը Լեռնային Ղարաբաղ որպես հանրապետություն տանում եմ առաջ, ինչպես որ կտաներ անկախացած, անկախ պետություն, հա, ունեն դրոշ, զինանշան, սահմանադրություն, բանակ, մի խոսքով կյանքը ձևավորող եւ կարգավորող բոլոր պետական չափանիշները։ Սա պետք է ներկայացնենք նաեւ միջազգային հանրությանը, որ ի վերջո այսօր մանավանդ այս Սաֆարովի դեպքից հետո մենք այլ հնարավորություն այնտեղ ապրող բնակչության համար խաղաղ կամ անվտանգ ապրելու բացի պետությունից եւ պետության բնորոշ այդ երաշխիքներից չենք տեսնում։ Պետք է պարզ ասենք, հա, որ մարդիկ ասեն, որ մարդիկ հասկանան, երբ որ կան երկու լուծումներ, սա եւ սա։ Գիտեք, կրկնել փաստորեն Հայաստանը, երբ որ Հայաստանի արտգործնախարարության կամ դիվանագետները կրկնում են կամ քաղաքական գործիչները նույնը ինչ որ ասում է Ալիևը, հա, իրոք բոլորն էլ ասում են, հա, շուտապույտ ձևով պետք է լուծվի, խաղաղ ձևով եւ այլն, բայց ինչ ենք մենք սպասում, ոնց ենք պատկերացնում, մենք չենք ասում։ Այս բանաձևը պետք է նետենք, հասկանալի դարձնենք բոլոր երկրներին եւ միջազգային կառույցներին։ Եվ ոչ միայն ԵԱԿ Միսկի խմբի եռանախագահ։ Հա, ինքներս պետք է հասկանանք։ Այսինքն առանց ամաչելու Հայաստանի արտգործնախարարը, առանց վախենալու, որ ինչ-որ մեկին կարող է դուր չգա, դա պետք է ասի այն տարբերակը, թեկուզ եթե ինքը ամաչում է իր անունից, թող Լեռնային Ղարաբաղի անունից դա ներկայացնի։ Մեզ որևէ բան Ադրբեջանից պետք չէ, մեզ պետք է անկախության ճանաչում, այսինքն մենք ընդհանրապես որևէ բան չենք ուզում, կա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որը անկախացել է եւ մենք աջակցում ենք այնտեղ ապրող ժողովրդին, որովհետեւ նրանք այսօր առանց Հայաստանի չեն կարող ապրել։ Մենք ստիպված որոշ ձևերով աջակցում ենք, այսինքն անում ենք այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքնուրույն անել, թեկուզ իրեն ներկայացնում ենք արտաքին քաղաքականության, արտաքին աշխարհում։ Եվ արդեն դառնանք դեպի ներքին քաղաքական կյանք։ Պարոն Նիգիցյան, ձեր գնահատմամբ արդյոք այս ընտրությունները կլինեն այն բացառիկ ընտրությունները, որին կմասնակցեն 3 նախագահները։ Եվ այսպես ասած համաշխարհային նոր ռեկորդ սահմանում։ Ես առայժմ վստահ եմ միայն մեկի հետ կապված, Սերժ Սարգսյանի,
համոզված եմ, որ ինքը առաջադրվելու է, մնացած տեղեկություններ չունեմ, ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու։ Ինչու՞։ Մի քանի պատճառներով։ Առաջինը երևի թե ժամանակ չէ իր համար, այսինքն ինքը շատ վատ ձևով հեռացավ եւ առայժմ չեմ կարծում, որ մարդիկ մոռացել են իր գնալու պահը, ձևը։ Երկրորդը կա Սերժ Սարգսյան, որը որ տիրում է ադմինիստրատիվ ռեսուրսին եւ ֆինանսական ռեսուրսին եւ մենք գիտենք, որ այսօր ցավոք ընտրությունների ժամանակ դա ամենակարևոր ազդեցիկ լծակներ են, ինչպես պետք է Ռոբերտ Քոչարյանը մասնակցի, այսինքն ոչ ժողովրդի այդպես ասած սերն ու համակրանքը չունի նաև ադմինիստրատիվ ռեսուրս, գումարի մասին միայն գումարը բավարար չէ։ Իսկ առաջին նախագահը։ Առաջին նախագահը ես միայն կարող եմ ասեմ այն, ինչ որ ասում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները, որ ինքը առայժմ չի կողմնորոշվել։ Այստեղ կա չկողմնորոշվելու ձեր կարծիքով։ Դա զուտ, այսպես ասած, քաղաքական հաշվարկ պետք է լինի, սեփական ուժերը, գուցե հավեսը։ Ես չեմ կարող ասեմ որն է, բայց եթե գլոբալ տեսակետից նայենք, թե Հայաստանում ինչպես են իրականանում ընտրությունները, ինձ թվում է, որ քչերն են տեղավորում այդ ֆորմատի մեջ։ Այսինքն նայեք, վերջի թեկուս խորհրդարանական ընտրությունները վերցնենք։ Առաջի, լավ, այն ինչ որ մենք ցույց ենք տալիս Եվրամիությանը, Եվրախորհրդին, ինչ են նրանք գրում, դա էական չէ։ Ի վերջո նրանք տեսնում են Հայաստանում մարդ չի սպանվել, առանձնապես քաղաքական հայացքների համար մարդ չեն նստացրել, ուրեմն լավ է, հա, դա առաջընթաց է։ Բայց մենք պետք է նայենք, արդյոք դա այն ինչ որ մենք ցանկանում ենք ունենալ Հայաստանում, արդյոք այս ձևով հնարավոր է ձևավորել իշխանություն։ Այն ինչ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց մի քանի օր առաջ այդ խորհրդակցության ժամանակ, դա էլ ընտրությունների հետ կապված մի բան է, այսինքն գիտեք այսպեսի մի ծուղակի մեջ է ընկնում ցանկացած մարդ, որը օգտագործում է այդ ռեսուրսները, որոնց մասին ասացի։ Ստիպված ինքը միավորում է այն մարդկանց, որոնք թե ադմինիստրատիվ ռեսուրսի ձևով են իրան աջակցում, թե ֆինանսական։ Եվ հետո այդ մարդիկ գտնում էր, որ նրանք մեծ սխրանք են գործել եւ ընտրված նախագահը իրենց պարտական է։ Եվ այստեղ խնդիրներ կան։ Իդեպ դուք այդ առիթով ասել եք, որ նախագահի ելույթը ամենևին նախընտրական չէր։ Գիտեք, նայեք, ես չեմ ուզում ինքս հակասեմ, հա, կամ ցանկացած մարդ, որը որ հասկանում է, թե ընտրությունները ինչպես են արվում։ Ցավոք այդպես է, որ Հայաստանում հասարակությունը շատ քիչ դեր ունի ընտրությունների ժամանակ, հա։ Ի վերջո ադմինիստրատիվ լծակը, գումարը, որը բաժանվում է, եւ որոշ դեպքերում նաեւ լծումներ եւ կեղծիքներ եւ այլն։ Այսինքն այս սրանով դու չես կարող ավել ձայներ ստանալ եւ ի վերջո հայտարարություններով չէ, որ քեզ պետք է հասարակությունը սիրի։ Հայաստանում շատ դժվար է համակրանք ստանալ հասարակության կողմից, որովհետեւ բոլորը ամեն ինչ հասկանում են եւ միանգամից երևում է մարդը անկեղծ է, թե անկեղծ չէ եւ միայն հայտարարություններով չէ։ Այո, լավ, եղավ այս խորհրդակցությունը։ Այնտեղ ակնարկում էր Սերժ Սարգսյանը որոշ անուններ, որոշ գումարներ, հա, ատկատներ, չգիտեմ, տենդերներ եւ այլն։ Դուրս եկեք փողոց, հարցրեք մարդիկ ձեզ անունները կասեն, Սերժ Սարգսյանը այդ անունները չգիտի։ Եթե մենք սպասենք 1 շաբաթ, 2 շաբաթ, հա, մի ամիս, եւ գոնե այս մարդիկ քաղաքականապես չպատժվեն, գոնե նրանք չհեռացվեն այս ինչ պետք է անի նախագահը ձեր կարծիքով։ Շատ պարզ։ Նախ օրենքը պետք է աշխատի Հայաստանում, ինքը երաշխիք է այդ օրենքի աշխատելու։ Եթե մարդը թույլ է տվել օրենքի խախտում, եթե դա քրեորեն պատժելի է, պետք է քրեորեն պատժվի։ Եթե դա ադմինիստրատիվ ձևով պետք է պատժվի, այսինքն մի մարդ, որը որ պատասխանատու է այդ ոլորտի համար, որտեղ որ գումարներն են շորտվել կամ ծախսվել, ավելորդ գումար է ծախսվել գնումների համար, այս մարդը պետք է, չգիտեմ, խիստ նկատողություն կամ գործից հեռացվի։
Եվ վերադառնալով նորից քաղաքական պայքարին, պարոն Նիգիցյան, այս նախագահական ընտրությունները ձեր կարծիքով արդյոք ի հայտ կբերեն կամ կձևավորեն քարոզարշավի ընթացքում անսպասելի քաղաքական կոնֆիգուրացիաներ կամ դաշինքներ։ Դուք դա տեսնում եք շոշափելի ապագայում։ Կարող է զավեշտական հնչի, ես առայժմ մինչև վերջ չեմ վերլուծել, բայց ինձ թվում է առաջի մեծ սյուրպրիզը հենց Սերժ Սարգսյանը կմատուցի։ Չգիտեմ ընտրությունների ժամանակ, թե ընտրություններից հետո որոշ բաներ լսել եմ, որոշ բաներ ենթադրում եմ, որոշ բաներ վերլուծությամբ ավելացնում եմ։ Այսինքն ամենամեծ սյուրպրիզը կլինի հենց իշխանության կողմից, որովհետև իշխանությունը այդպիսի իրավիճակում է, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել։ Խոսքը չի գնում քաղաքական պայքարի, խոսքը չի գնում չգիտեմ, հասարակության հետ կապերի, խոսքը գնում է հենց ներսում այդ մենեջմենտի տեսակետից, հայ վերջո դու Հայաստանը պետք է կառավարես, դա մեծ տնտեսություն է, ահռելի մեծ, ու դու պետք է մոդել ստեղծես, ի վերջո որևէ մոդելով Հայաստանը պետք է առաջ գնա, բոլոր երկրները մոդել ունեն։ Այսօր ես այս վերջերս 5-6 երկիր եմ այցելել եւ ամեն մի երկիր ստեղծել է հատկապես ճգնաժամից հետո իր մոդելը, Հայաստանը չունի այդ մոդելը։ Հայաստանը ինչ որ ձևով զարգացնում է ինչ-որ մի ոլորտը տալիս է Ռուսաստանին, հույսը դնում է տրանսֆերտների վրա եւ ինչ որ խոսքերով կառավարությունը ասում է սա կզարգացնենք, սա այստեղ եկամուտ կգա, բայց այսպես Հայաստանը առաջ չի գնա։ Եվ այս իրավիճակում հաշվի առնենք նաեւ, որ պետական բյուջեն, որը որ բավարար չէ, նաեւ այս մի աղբյուրից, եւ տենդերներով, հատկատներով է առաջ գնում, ամեն անգամ 30-40% կորցնելով պետական գնումների համար։ Ինչպես կարող է Հայաստանը առաջ գնալ։ Եվ դուք կարծում եք հենց այդ ճանապարհին նախագահը բոլորիս կզարմացնի։ Պետք է զարմացնի, այսինքն գոնե ինքը իր շուրջը պետք է քաղաքական թիմ ստեղծի եւ այն մարդիկ, որոնք այսօր որոնց մասին ինքը խոսում է, ինքը պետք է հարցնի, որտեղ իրոք այս մարդիկ չլինելով քաղաքական գործիչ, ինչպես ասեմ, շատ են չափ անցել։ Այդքան, որ արդեն ստիպված է Սերժ Սարգսյանը բացահայտ ձևով համարյա անուններ տալ։ Պարոն Նիգիցյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու եւ հրավերություն։ Շնորհակալություն։ Սայլու հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի նախկին падգամավոր եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ մեր զրույցի առիթը արտաքին եւ ներքին քաղաքական պայքարի վերլուծությունները պարոն Իգիթյանի արտաքին ճամբարում պարոն Իգիթյանի վերլուծության Ադրբեջանը դժվար թե սանձազերծի նոր պատերազմ, հասկանալով դրա գինը եւ տևողությունը, Ղարաբաղյան բանակցություններում այս պահին Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս շատ արյուն եւ հրապարակայնություն ցույց տալու համար, որ Ղարաբաղյան հակամարտությունը ամենևին սառած չէ, ավելին գտնվում է թեժ վիճակով, դրանով ցեյտնոտի մեջ դնելով եւ բանակցող կողմերին եւ նաեւ միջնորդներին եւ հեռահար նպատակ ունենալով, որպեսզի ձևաչափը բանակցող կողմերի եւ նաեւ միջնորդների փոխվի եւ դուրս գա Մինսկի խմբի շրջանակից, այս լույսի ներքո պարոն Իգիթյանն ասաց, որ Հայաստանը իդեմս արտգործնախարարության եւ արտգործնախարարի պետք է շատ հստակ ձևակերպի Հայաստանի դիրքորոշումը բանակցություններում եւ դա հնչեցվի ոչ միայն եռանախագահողների հետ, այլ նաեւ արտաքին աշխարհում, որ մեր ծրագիրը եւ մեր նպատակն ընդամենը հետեւյալը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վաղուց անկախացել է եւ մեզ ընդամենը անհրաժեշտ է որպեսզի դա միջազգայինորեն ճանաչվի։ Խոսելով ներքին քաղաքական պայքարի մասին, Հովհաննես Իգիթյանն ասաց, որ 3 նախագահներից հստակ է այժմ, որ գործող նախագահը փորձի վերաառաջադրվել եւ նաեւ վերընտրվել այդ պաշտոնում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ասաց, որ այս պահին ինքը հավանական չի համարում եւ երրորդ նախագահը մտածում է, հայտնի է, որ առաջիկայում ինքը հանդես կգա ելույթով եւ կորոշի մասնակցում ընտրություններին թե ոչ եւ վերջում պարոն Իգիթյանն ասաց, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը բյուջեի կատարողական եւ պետական գնումների ոչ արդյունավետը, որի առիթով նաեւ նախագահն էր խոսել, պարոն Իգիթյանն ասաց, որ առաջիկա քաղաքական սեզոնի գլխավոր նյուսմեյքերը եւ հասարակության գլխավոր զարմացնողը քաղաքական կոնֆիգուրացիաների եւ նոր կադրերի իմաստով կարող է լինել հենց գործող նախագահ Սարգսյանը։ Սա համառոտ, եթե բացեք թողել մեր զրույցը, դուք դիտում եք Արմեն Բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։